Ուրեմն ինչպես է Սուրբ Հոգին մեր մեջ գործում, եւ ամենակարևորը ինչպես զգանք Սուրբ Հոգու ներկայությունը մեր մեջ, Սուրբ Հոգու գործունեությունը մեր մեջ։ Սուրբ Հոգի շնորհը Սուրբ մկրտությամբ եւ Սուրբ դրոշմով, Սուրբ միրոնով եւ Աստծո ողորմությամբ դրվում է մեր մեջ։ Աստծո շնորհը մեր մեջ բնակվում է, ինչպես Պողոս Առաքյալն է ասում, Սուրբ Հոգու բնակարան եք դուք, Սուրբ Հոգին է ձեր մեջ բնակվում։ Մինչև այդ այդպես չէր։ Առաքյալների ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին իջավ, հոգեգալստյան ժամանակ, բնակվեց նրանց մեջ։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում մարգարեների մեջ գալիս էր գնում էր, չէր բնակվում։ Բայց առաքյալների մեջ բնակվեց նրանց մեջ։ Իսպար բնակվեց եւ չհեռացավ։ Ճիշտ այդպես էլ Աստծո շնորհը Սուրբ մկրտությամբ բնակվում է մեր մեջ։ Անկամ եթե մենք մեղք ենք գործում, անկամ եթե մենք չարանում ենք, ուրանում ենք Սուրբ Հոգին, Սուրբ Հոգին ինքն իրեն չի ուրանում։ Հա? Սուրբ Հոգին մեր մեջ է բնում, այդպես է։ Դրոշմեցի վերջ։ Կարող է մեր մեղքերի պատճառով մենք թույլ չտանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ գործի, խեղդենք, ոնց որ կանթեղը, տեսեք կանթեղը ոնց է։ Կանթեղը երբ որ վառում ես, դու պետք է հետևես այդ կանթեղին, ձեթ պետք է ավելացնես, ֆիթիլը պետք է մաքրես, պետք է ապակին մաքրես, պետք է լույս տա ինքը, չէ՞։ Բայց կանթեղներ կա, որ տեսնում ես այնքան ձեթը չեն ավելացրել, մարում է, ֆիթիլը չեն մաքրել, թույլ է վառվում, ապակին ձևացել է, հա։ Ճիշտ այդպես էլ մեր հոգին կանթեղը, պետք է աղոթքի ձեթը լցնես, ողորմության ձեթը լցնես, մեղքերի ֆիթիլը պետք է մաքրես անընդհատ, որպեսզի Սուրբ Հոգի քո մեջ գործի։ Բայց միշտ չէ որ մենք հստակ մարմնավոր ձևով կարող ենք զգալ, մարմնավորի մասին է խոսքը, զգալ Սուրբ Հոգու ներկայությունը, հա։ Սուրբ Հոգու ներկայությունը մարմնավոր ձևով չենք զգում, հոգևոր ձևով ենք զգում։ Եվ միշտ չէ որ կարող ենք զգալ, կարող է Սուրբ Հոգու ազդեցությունը լինի աշխարհում մեղքերի դեմ պայքարի հետո,